Զորահանդեսից ինչ տպավորություններ ստացաք, ինչ կարող եք ասել, ինչ զենքեր են։ Շատ լավ տպավորություն։ Մենք արդեն տեսել ենք զենքերը, այսօր մասնակցել ենք, դե հիմա մեկ-մեկ չնշեմ, բայց զենքերը, որ մենք երբեք երազում չենք տեսել։ Օրինակ, որ զենքի մասին ենք երազում։ Չէ, բոլոր զենքերը, որ եկել են, մենք շատ բաներ ենք գնել, հիմա ես մեկ-մեկ չնշեմ, բայց Արդյունավետությունը կարող եք նշել, ասում եք, երազում ենք, ինչը արդյունավետություն, ինչքանով դուք կարող եք նշեք։ Ես մասնագետ չեմ, ես մեծ սովորական ուղղակի որ ասում եք, երազում եք, դրա համար ուզում եք հասկանալ։ Երազում ենք, որ լավ երկիր ունենայինք։ Տեխնոլոգիա տեսեք էլ։ Նոր լավ երկիր ունենայինք։ Ճիշտ է, մենք մասնագետ չենք, բայց երևում է էլ, որ ստանք նոր տեխնոլոգի են, որ եկել են ստեղ։ Հիմա հենց այս նոր կռվում դուք տեսնեք Պարսկաստանի ու Ամերիկայի իրար դեմ ամեն այս տեխնոլոգիաները օգտվել են էլ։ Հիմա մենք ունենք Հայաստանում նախքին ունեցել ենք, նախքին պատերազմում ունեցել ենք, հա։ Դուք իմանում եք։ Չենք ունեցել, իսկ միջով էին կրկում, բայց միջև այդ Նիկոլ Փաշինյանը ասում էր, չէ, կեցե հայոց բանակը, մարտունակ բանակը, ասում էր, չէ, երբ շնորհավոր։ Իրան էլ խաբեր էին։ Դուք էլ եք խաբվել, մենք էլ ենք խաբվել։ Բոլորն էլ հիմա կանգնել, հիմա խոսում են։ Գործող վարչապետ էր։ Ինչ կապ ունի, մի տարի եկած վարչապետը ոնց գիտի ամեն ինչ։ Հիմա գիտի։ Հիմա գիտի ով են ժեխերը։ Նրանք որ մեզի ժեխ են կանչում, հիմա իրանք ժեխեր են։ 22-ին էլ Նիկոլ Փաշինյանը ասում էր կեցե հայոց բանակը։ Մարտունակ բանակը։ Հիմա դուք ինչ եք ասում։ Ինչի է ձեզի հետ տպավորում ու ոչ էսի։ Իսկ Դուք լրագրող եք, պիտի պահպանեք մեր պետականությունը, եթե լավ լրագրող եք։ Եթե չէ, հարցերը որ տալիս եք, առավոտից քիչ տեսնում եք այս ընդդիմության ժողովրդի հարցերը։ Դուք ինչու եք տալիս։ Չէ։ Լրագրողը դիմադիր չի լինում իշխանական։ Ինչպես չի լինում։ Ոնց չի լինում։ Համար 5-ը, համար 168-ը դրանք ընդդիմադիր չեն։ Շատ կան, մեկ-մեկ նշեմ։ Հիմա տեսեք։ Բոլորս ճանաչում եք բոլորին։ Մենք պատերազմներ ենք ունեցել, Հետո որ երկիրը չի ունեցել, որ երկիրը չի ունեցել։ Տեսեք ինչ եմ ասում էլի։ 2020 թվականի պատերազմ ենք ունեցել, 21-ին ունեցել ենք, 22-ին ունեցել ենք, Առաջ չենք ունեցել։ 2023 թվականին հայկական երկրորդ պետականություն ենք կորցրել։ Հիմա այսքանից Սպասեք, չէ, ես չեմ թույլ տա, որ դուք, ես չեմ թույլ տա, որ դուք հակառակ պրոպագանդա անեք։ Չէ, ես պետք չի ինձի հարցնակ։ Ես տեսել եմ 30 տարի տեսել եմ, որ օրի վրա ջարդայել է, օրի վրա, ոչ ոք չի խոսում, ներառյալ դուք, ինչի չեք խոսում, դուք մենակ հարցնում եք 21-ին, 22-ին, հետո, կապրենք կտեսնենք, դուք կգնաք ջերմուկում ապրելու, այո, ինչի չեն գնային, շատ հայր են ապրում, ինչ անեմ, գործը ստե է, ինչ անեմ, դուք եր չեք գնում, Դուք ինչու չեք գնում, դուք հակառակ եք պետությանը, որ չեք գնում։ Դուք ասում եք խաղաղ է այնտեղ, ավելի լավ է, որ հիմա հայկական երկրորդ պետականությունը չկա։ Ջերմուկի մարդիկ ուրախ չեն։ Տեսանք ոնց էին խոսում վարչապետի հետ։ Շատ լավ տեսանք։ Ձեր նմաններն են, որ խախտում են լրիվ պետականության կարգը։ Շատ կան ձեր նմաններ։ Դուք պիտի շատ կներեք բարբարից, դուք պիտի ամանչեք սենց խոսալուց։ Ոչ մենք։ Դուք պիտի եթակ հենց են ժեխերի հետ քայլարշավ, կարոզարշավ։ Նախ մի վիրավորեք, ես ձեզ չեմ վիրավորում, ես ուղղակի հարց եմ տալիս։ Դե հարցեր սխալ հարցեր եք տալիս։ Սխալ հարցեր եք տալիս, դուք էլ բարի երեք։ Ճիշտ պատասխան։ Չէ, այտենց հարցեր պետք չի ինձի տակ։ Հիմա ինչքանով է պարտված բանակ ունենալով բարոյական, երբ պարտված բանակ ունենք, նայեք ինչեր ունենք, նայեք, մատ նայեք, նայեք հնդե, դուք ինձի խանգարում եք, որ ես տեսնեմ, Հայաստանի դուք ինձի խանգարում եք ես ռոպեին, դուք ինձի խանգարում եք, տեսեք, այսօր Հայաստանի առաջին դուք ինձի խանգարում եք,
անկախության Դուք ինձի խանգարում եք։ Մայիսի 28-ին եւ ոչ 3-րդ հանրապետության անկախության օրը։ Դուք ինձի խանգարում եք։ Ինչու այսօր եւ ոչ սեպտեմբերի 21-ին։ Ինչու՞ պիտի սեպտեմբերի 21-ին լինի։ 3-րդ հանրապետության օրն է։ Այն էլ կտոնենք։ Այսինքն բախ քիչ տնեցինք, անցավ, գնաց։ Դե Քիչ տնեցինք։ դուք ասեցիք անցավ, չէ՞։ Անցավ է սա։ Անցավ, առանցի ցավի։ Էսի առանց ցավի է։ Էնի անցավ։ Այսինքն դուք էլ չգիտեք ինչ եք հարցնում։ Սեպտեմբերի 21-ին։ Դուք էլ չգիտեք ինչ եք հարցնում։ Արդյոք սա նախընտրական քարոզարշավ։ Այո, շատ լավ է։ Պիտի ժողովուրդը տեսնեն, որ ինչ արել է մեր վարչապետը։ Բայց սեպտեմբերի Ձեր ընդդիմադիրներն են, որ կարծում են էսի նախընտրական քարոզարշավ է։ Նոր դուք էլ հաստատեցիք։ Դողելնի, շատ լավ է։ Շատ ուրախ եմ, որ տենց է։ Թող ժողովուրդը տեսնեն։ Եկել եք տոնելու, տեսնելու։ Այո, որպես քաղաքացի, ինչ կարծիք ունեք առաջի հանրապետությունը։ Ես քեզ ասեմ։ Ինչ մեծ դեր ունեցավ 3-րդ հանրապետության հռչակման գործում։ Որ 3-րդ հանրապետություն։ Հայաստանը քանի անգամ։ Առաջի հանրապետությունը մեզ շատ ամոթալի վիճակ թողավ մեր դաշնակցությունը։ Ամոթ Իրան։ Ամոթ Իրան։ Առաջի հանրապետության Հետո թողեցին թուրքերին, թողեցին ռուսներին եւ թուրքերին։ Էտա մեր դաշնակցությունն է։ Ամոթ Իրան, Ռոբերտի խամաճիկները։ Կառավարությունը բոլորը դաշնակներ են եղել։ Բոլորը դաշնակներ են։ Դու ինձ պետք չի սովորացնես։ Դու ինձ պետք չի սովորացնես։ Ես իմ ընտանիքով տարիներ առաջ Պարսկաստանում ապրած մեծ դաշնակցականներ ենք ելել, բայց ամոթ մեր դաշնակցությանը, որ հիմա զզվելի։ Ու մեկի կողին են կանգնել, որ ինքն էլ է զզվելի։ Ձեր ռոբը։ Եթե ճիշտ լրագրող եք, էդ եմ ուզում հասկանամ։ Չէ, կարծիք չես լսում, դեմ ես։ Մեր ամեն ինչից դեմ ես դու։ Լրագրողը չի պիտի ստենց ելնի։ Լրագրողը չի պիտի իր մարդկանց դեմ ելնի։ Դուք դաշնակներին եք Դուք սխալ եք։ Բայց առաջին Մեղադրում ենք, որտեղ նրանից հետո ինչ։ Բայց նրանից հետո ինչ։ Հիմա ուր են դաշնակցները։ Ուր են դաշնակները հիմա։ Նստած են Ռոբի կողին։ Ինչ կապ ունի։ Նրա տաշկինակն են լվանում։ Լավ է։ Ամոթ իրանց։ Էսի տեղադրեք, ցույց տվեք, շատ ուրախ կլինեմ։ Չի պիտի մեկի կողմ ելնի, լրագրողը պետք է ամենի կողմ ելնի, էդի իմացի։ Սխալ ես։ Մենք եթե մեկի կողմը լինենք, ձեզ հետ չենք խոսի։ Տեսանք ումի կողմն եք։ Գնացել եք, ասում եք, չէ, մենք այդ մարդուն չենք ճանաչում։ Մենք մեր ժամու իշխանաստեղ ենք, դուք միշտ այդ մարդու կողմն եք գնացեք այն է։ Ասում ենք, մենք չենք ճանաչում այդ մարդուն։ Ում եք խափում։ Ինքներդ ձեզ եք խափում։ Եթե միակողմանի եք, ինչու ենք ձեզ հետ խոսում։ Մենք ինչ որ ասում ենք, դուք դեմ մի բան եք ասում մեզի։ Չի հրատակվելու։ Հա, տեսնենք։